Բարև Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 21-ն է, երեքշաբթի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի նախագահի այցը քննարկել է դեսպան Օլիվիե դե Կոնտինիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։ Պետական այցի շրջանակներում Մակրոնը մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովման ուղղված ջանքերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, որի 7-րդ բաժինը վերաբերում է երկրի ներքին անվտանգությանը։ Ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, ժողովուրդը և պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։ Ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ, առանց սահմանափակումների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել իրավունքներ և ազատություններ։ Այդ սահմանափակումներն արտահայտվում են օրենքների, կառավարության և այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով։ Սա ինքնին լարում է առաջացնում պետության և քաղաքացու միջև, որը ներքին անվտանգության լրջագույն խնդիր է։ Հիմա առաջ անցնելուց առաջ ուզում եմ երկու բառ մեկնաբանել։ Առաջինը պետությունը պետք է արտահայտի իր լինելիության քաղաքացիների կամքը, այսինքն պետությունը պետք է լինի քաղաքացիների կամքի արտահայտություն։ Պետությունը քաղաքացիների ազատությունները և իրավունքները ապահովելու համար պարտավոր է որոշակի սահմանափակումներ կիրառել։ Տարօրինակ է, չէ՞, հնչում ազատություններ և իրավունքներ կիրառելու համար ներդնել որոշակի սահմանափակումներ, բայց սա խիստ տրամաբանական է, ինչու, որովհետև իմ ազատությունների սահմանը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իրավունքների, ուրիշի ազատությունների սահմանը։ Իմ իրավունքների սահմանը ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ուրիշի իրավունքների սահմանը և չեն կարող լինել բացարձակ ազատություններ, որովհետև բացարձակ ազատությունները դրանք կբերեն անարխիայի և ամենաթողության և քաոսի։ Հետևաբար ազատություններ ընդ որում սահմանափակում ասելով պետք է նաև մեր առօրյա կյանքում մենք հասկանանք այդ սահմանափակումը։ Եթե օրինակ կարմիր լույս չլինի, լուսացույցի կարմիր լույս չլինի, երթևեկությունը հնարավոր չի լինի կարգավորել։ Այսինքն կարմիր լույսը ինքը սահմանափակում է, չէ՞, բայց այդ կարմիր լույսը կիրառվում է, որպեսզի մյուս խաչմերուկի մյուս փողոցի հատող փողոցի երթևեկության մասնակիցները նույնպես երթևեկելու հնարավորություն ունենան։ Եվ իհարկե լինում են դեպքեր և ժամանակներ են եղել, երբ լուսացույցներ չեն գործել, և այդ ժամանակ մենք մոտավորապես պատկերացնում ենք և գիտենք, թե երթևեկության իրավիճակը ինչպիսին են։ Հետևաբար, այո, պետք է լինի կարմիր լույս, պետք է լինի դեղին լույս, պետք է լինի կանաչ լույս, բայց առանց կարմիր լույսի կիրառման կանաչ լույսը ընդհանրապես հնարավոր չէ կիրառել և մարդկանց համար կիրառելի չի լինի կամ նրա կիրառելիությունը կլինի անգամներով ավելի դժվար։ Արդյոք Պակիստանի մայրաքաղաքում տեղի կունենան Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունները։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ փոխնախագահ Վենսի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ։
Իրանական պետական հեռուստաընկերություններն էլ հայտնել են, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն, այդ թվում տեխնիկական, թիմից չի լքել երկիրը։ Ապրիլի 22-ին լրանում է կողմերի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը, ինչ է հայտնի բանակցությունների մասին, մանրամասները ռեպորտաժում։ Պակիստանի մայրաքաղաքում ապրիլի 22-ին նախատեսված է Միացյալ Նահանգների Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ Իսլամաբադում ընթանում է նախապատրաստական աշխատանքների վերջնական փուլը։ Բանակցությունների ժամանակացույցը դեռևս վերջնականապես չի որոշվել կողմերի միջև լարված ռետորաբանության պատճառով։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ ամերիկյան պատվիրակությունն այս անգամ նույնպես գլխավորելու է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցելու են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ ԱՄՆ նախագահը բանակցություններից առաջ սպառնացել է, որ եթե Թեհրանը չմասնակցի բանակցություններին, ապա կբախվի այնպիսի խնդիրների, որոնց երբեք չի բախվել։ Նրանք կամ բանակցելու են, կամ էլ կբախվեն աննախադեպ խնդիրների։ Մենք հաղթում ենք պատերազմում, ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մեր բանակը հիանալի արդյունքներ է գրանցել։ Նրանք չունեն ոչ նավատորմ, ոչ օդուժ, չունեն ղեկավարներ, չունեն հակաօդային պաշտպանություն։ Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը կհասնեն համաձայնության։ Նա նաև խոստացել է, որ այդ դեպքում Իրանը այլևս միջուկային զենք չի ունենա։ Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա, սակայն ես թույլ չեմ տա, որ դեմոկրատները շտապեցնեն Միացյալ Նահանգներին կնքելու այնպիսի գործարք, որն այնքան էլ լավը չի լինի։ Թրամփը նշել է, որ Թեհրանի հետ նոր գործարքը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Բարակ Օբամայի կնքած միջուկային համաձայնագիրը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ իրանական պատվիրակությունն էլ գլխավորելու է խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։ X-ի միկրոբլոգում Ղալիբաֆը գրել է, որ Թեհրանը չի բանակցի, եթե Վաշինգտոնը շարունակի սպառնալ Իսլամական Հանրապետությանը։ Իրականացնելով շրջափակում եւ խախտելով հրադադարը Թրամփը ցանկանում է այս բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մենք չենք ընդունում երկխոսություն, որը վարվում է մշտական սպառնալիքների մթնոլորտում։ Նա հավելել է, որ իր երկիրը պատրաստ է ցուցադրել ուժերի նոր հավասարակշռություն մարտադաշտում, ընդգծելով, որ դրա նախապատրաստական աշխատանքներն ընթացել են վերջին 2 շաբաթների ընթացքում։ Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թեհրանի դեմ ԱՄՆ գործողությունները որակել է ոչ կառուցողական։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անցյալի գործողությունների նկատմամբ պատմական անվստահությունից զատ վերջին մի քանի օրերի ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնյաների ոչ կառուցողական եւ հակասական մոտեցումը պարունակում է մեկ տխուր ուղերձ։ Նրանք ցանկանում են, որ Իրանը կապիտուլյացիայի ենթարկվի, բայց իրանական ժողովուրդը չի զիջի ուժի առաջ։ Իրանի նախագահն ընդգծել է, որ պարտավորությունների կատարումը հիմնարար նշանակություն ունի ցանկացած երկխոսության համար։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Ապրելու երկիր կուսակցությունը եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին, ստորագրել են հուշագիր, համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական եւ մարդկային ներուժը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ եւ ապահովելով Ապրելու երկիր կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի շրջանակներում, վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։ Երեկայացած Հանրապետություն կուսակցության արտահերթ համագումարում հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Ընտրացուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը, ով նաև կուսակցության կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուն է։ Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 10 համարներին։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրությանը մասնակցել է մոտ 200 հոգի եւ 46 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Գյուրեղյանը։ Իդեպ կուսակցությունը նաև հայտարարել է, որ դեռ վարչապետի թեկնածու չի հայտարարել եւ վարչապետի թեկնածուն ընտրվելու է առանձին ներքին ընտրություններով։ Շիրակացի փողոցի 2.4 կիլոմետր երկարության հատվածի հիմնային նորոգումը ընթանում է հին նախագծով։ Փողոցաշինական նախագիծը կազմվել է 4 տարի առաջ, 2022 թվականին, երբ հրատապ խնդիրների լուծման ծրագրում էր փողոցը, որը հետագայում դադարեցվեց։ Հին նախագծով շարունակել հիմնանորոգումները շինարարը չի կարող 4 տարում տարածքում իրականացված մասնավոր կառուցապատումների պատճառով, ինչպես նաև ներքին ենթակառուցվածքներում նորացումներն են հրատապ։ Փողոցը չունի ջրահեռացման համակարգ։ Ջրահեռացման համակարգի դիտավորներից մեկն է, հələ հողագը երկաթ բետոնյան չենք տեղադրել, էլի։ Տագի հողային աշխատանքներն են կատարում, տեղադրելու ենք այն սալը, բետոնից սալ։
Շիրակացի փողոցի հիմնանորոգվող 2.5 կիլոմետր երկարության հատվածում 43 դիտահոր է լինելու, շինարարը դեռ փորում է։ Կառուցվող 43 դիտահորերը փողոցի ջրահեռացումը կարգավորելու համար են։ Ուժեղ անձրևների ժամանակ Շիրակացին քաղաքի ողողվող փողոցներից մեկն է, որտեղ անձրևաջրերը ինքնահոս եղանակով են քաշվելու ճամփա գտնում։ Ջրահեռացման ցանց Շիրակացիում չի եղել, մեծ դրամաչափի խողովակներն անցկացնելով այս հարցը լուծվելու է։ Ամեն 50 մետր մեկ դիտահորը տեղադրված, հետագայում ուրեմն այդ ջրընտունիչները պետք է տեղադրենք, որտեղից որ ուրեմն ջուրը կընդունի, փոխանցվի այս խողովակներով գնան։ Աշխատանքների մեծ մասն անցած տարի էին արել։ Հիմնանորոգվող հատվածում մայթերի եզրաքարերը եւս շարել են վերջացրել։ Շինարարը շարժում է նախագծող, որը 4 տարի առաջ 2022-ին է կազմվել։ Նախագիծ կազմելու համար քաղաքի բյուջեից 15 միլիոն դրամ էր հատկացվել։ Մարզի հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով հիմնանորոգվելու էր փողոցը, բայց հրատապներն այլևս չգործեցին, իսկ նախագիծը մնաց ուժի մեջ, առանց փոփոխությունների։ 4 տարի առաջ կազմած նախագծով աշխատանքը շարունակել շինարար հետագայում չի կարողանա։ Փողոցի աջ ու ձախ մայթերին նոր կառուցապատումներ են արվել, որոնց հարող հատվածներում ինչ աշխատանքներ են իրականացնելու եղած նախագծում բացակայում են։ 3 տարվա մեջ այդտեղ շատ բաներ են փոխվել։ Տեսնում եք, այդտեղ բազմաթիվ դիսկավորման կայաններ են ավելացել, շինարարական բազաներ, շինանյութի խանութներ, դե իրանց այդ հարակից մասերում կայանատեղիներ կան, իրանց պահեսներ, ինչ որ տարածքներ կան, ոնց որ նախագծվել է, հիմա խնդիրներ է առաջ գալու, որ նշված տեղերում մենք կարողանանք այդ աշխատանքները կատարելու փոփոխությունների ենթակա է։ Կանգառ կայանատեղի չկա, բայց գիտենք, որ դրանք անհրաժեշտ են, իհարկե հնարավորության սահմաններում թույլ տանք, որպեսզի մարդիկ կարողանան իրենց օբյեկտների դիմաց, եթե դա փողոցաշինության աշխատանքներին, մարդկանց անցուտ հարցին, հատկապես հետիոտնի անցուտ հարցին չի խանգարում, ուրեմն մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ, որ աշխատանքներ կատարենք։ 4 տարվա նախագիծը փոխելու առաջարկ փոփոխությունների ցանկով քաղաքապետարանն արդեն ներկայացրել է նախագծողին։ Վերամշակված նախագիծ ունենալու համար կա նախնական պայմանավորվածություն, որ քաղաքապետարանն է վճարելու։ Նախագծում բացակայում են մի շարք ենթակառուցվածքների նորացումները։ Հեռահաղորդակցության ուրեմն մեր օպերատորների համար չի նախատեսված եղել ուրեմն մայթերով անցնող խողովակաշար, որպեսզի այդ օդային գծերը վերանան Իշտենկերնի տակ, մալոխներով գնան եւ խողովակաշարով։ Դա նախատեսված չէ։ Չի նախատեսված նաեւ փողոցի մի մայթից մյուսը անցումներ։ Տարբեր ժամանակներում, տարբեր առիթներով պետք կլինի ընդհանրենք փողոցի մի կողմից մյուս կողմը խողովակ անցկացնել, մալուխ անցկացնել, տարբեր բաներ։ Դա չի նախատեսված, որովհետեւ անպայման մենք ներառենք այս նախագծի մեջ։ Փողոցի ստորգետնյա կոմունիկացիաներից փոխվել ու նորեն են կառուցվել գազամատակարարման ու ջրամատակարարման ցանցերը։ 2 տարի առաջ KfW բանկի վարկային ծրագրով են խմելու ջրի խողովակները փոխել, բայց հիմն է մնացել կոյուղատար ցանցը։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվող փողոցաշինական այս ծրագիրը հանձնարարվել է չշարունակել առանց կոյուղատար համակարգը փոխելու։ Անձամբ ես եմ հանձնարարականը տվել, որ բոլոր այն տագ եղած ենթակառուցվածքները պետք է փոխվի, նոր ասֆալտապատման աշխատանքներն արվի, որոնք նախագծի մեջ չեն եղել։ Հիմա մենք նախագիծը անում ենք արդեն այդ process-ի մեջ ենք մտել, որ ամբողջությամբ այդ հատվածի բացի գազ լույս ջուրից նաև փոխվի կոյուղի համակարգը, որ մենք երբևիցե էլ խնդիր չունենանք։ Խնդիր է նաև Շիրակացիում լուսավորության ցանցի անցկացումը։ Այն ներառված է Անի թաղամասի փողոցների հիմնանորոգման ՎԶԵՊ ծրագրում, որը գտնվում է նախագծման փուլում, իսկ շինմրցույթի փուլին պատասխանատուները բազմիցս են նշել, որ հավանաբար կհասնեն սեպտեմբեր-հոկտեմբերին։ Շիրակացի փողոցում այտերի ասֆալտապատումն ավելի շուտ են սկսվելու, թե նոր հենասյուներ երբ են ինչպես են տեղադրելու, ելքեր են որոնում։ Այս փողոցաշինությունը Շիրակացի ավելի առաջ են գած, քան թե ՎԶԵՊ-ի ծրագիրը։ Հիմա եթե շինարարը տնի իրեն մայթերը կառուցի, մայթը կառուցես, կասֆալտապատի դրանց հետո նոր առաջ կա, որ ուրեմն լուսավորության մալուխները գետից անցկացնեն։ Եղավ որ պետք նորից կանդենք։ Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք ինչպես անել, որպեսզի հանգարց կառուցված մայթը կամ փողոցի հատված չքանդվի։ Շինարարը որոշ հատվածներում սկսել է նաև փողոցի ասֆալտաշերտը հանել, ինչը ծանրաքաշ մեքենաների երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցում շատ դժվար է։ Շիրակացի փողոցը միջպետական նշանակության է,
որտեղով անցնում են դեպի Վրաստան, Բավրայի անցակետ գնացող բեռնատարները։ Օրվա պիկ ժամերին այստեղ խցանումներ են վթարավտանգ իրավիճակներով։ Շինընկերությունը դիմել է քաղաքապետարան խնդիրը կարգավորելու համար։ Երթևեկությունը փողոցով դադարեցնելու համար գտնել շրջանցիկ փողոցներ։ Մենք նորից նամակ ենք ուղարկել, քաղաքապետարանը տվել է այդ համաձայնությունը, այստեղ մնում է արդեն մեր երթևեկությունը հսկող բարեկային ծառայությունը թույլտվություն տա, որոշեն, որ մասում փակենք, որ մասում շրջանցող ինչ-որ բան կառուցենք, որտեղ գիտեք, այս ճանապարհը շատ գերհագեցած է, շատ ինտենսիվ է, պետք է մտածենք նաև այդ մասին։ Ճանապարհային դեպարտամենտն է դիմել ներքին գործերի նախարարության ուրեմն ճանապարհային ոստիկանությանն է դիմել, որպեսզի համատեղ մշակենք տարբերակներ, փողոցը բնականաբար պիտի փակվի։ Թե ինչպիսի լուծում կստանա, ու մասնագետները կխորհրդակցեն, կքննարկեն եւ այնպես կանենք, որ աշխատանքները չտուժեն, անվտանգությունը աշխատողները ապահովվի, նաեւ ապահովենք մեր տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը։ Այս պահին շրջանցիկ երթևեկությունը իրականացում է Գյումրիի մեկ այլ հատվածում։ Բագրատունյաց օղակում միջին հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հարակից փողոցները փակ են։ Այս դեպքում շրջանցող ճանապարհներ հեշտ են գտնել, իսկ Շիրակացի փողոցի համար դժվար է լինելու, այլընտրանքը գրեթե բացակայում է։ Միակողմանի դարձնելու դեպքում էլ անվտանգությունը հնարավոր չի լինի պահպանել։ Փողոցի հիմնանորոգման ավարտի ժամկետը 2027 թվականն է։ Ծրագրին պետական բյուջեից մոտ 900 միլիոն դրամ է հատկացվել։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։